Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մեր թեման կաթ, պաստերիլացված եւ հում կաթ, կովի հում կաթ։ Հիմա հարց. պաստերիլացված կաթը եռացնել պետք է թե ոչ, եթե ոչ, ինչու, եթե այո, ինչու։ Ինչ է իրենից ներկայացնում պաստերիլացված կաթը։ Պաստերիլացված կաթը դա ջերմային մշակման ենթարկված կաթն է, որը հիմնականում եռացնելու կարիք չկա, քանի որ այն արդեն ջերմային մշակման է ենթարկվել մոտ 72-ից 75 աստիճան Ցելսիուսում մի քանի վայրկյանով, կարճ ժամանակով կամ 63 աստիճան Ցելսիուս 30 րոպեով։ Վնասակար մանրէները ոչնչացնելու, պահպանման ժամկետը երկարացնելու, օգտակար նյութերը, ճարպերը, ածխաջրերը, սպիտակուցները պահպանելու համար։ Այն նախատեսված է անվտանգ օգտագործման համար առանց եռացնելու, եթե իհարկե պահպանում եք պայմանները եւ ժամկետանց չէ, պահպանել եք ժամկետը։ Իսկ երբ պետք է եռացնել պաստերիլացված կաթը։ Պաստերիլացված կաթը պետք է եռացնել, եթե փաթեթավորումը վնասված է, եթե կասկածելի է, եթե կաթը երկար է մնացել սենյակային ջերմաստիճանում, եթե ցանկանում եք այն օգտագործել հատուկ սննդի համար, օրինակ փոքր երեխաների համար, բայց զգուշությամբ։ Իսկ եթե կաթը նոր է, փակ փաթեթով, սառնարանում պահված, ապա կարող եք վստահորեն օգտագործել առանց եռացնելու։ Պաստերիլացված կաթը եռացնելուց կարող է փոխել համը, նվազեցնել որոշ վիտամիններ, առաջացնել կաթի փախչում կամ այրում։ Հիմա հում կաթը տնական։ Ինչ վերաբերում է տնական հում կաթին, այո, անպայման պետք է եռացնել։ Ինչպես ճիշտ անել։ Պետք է տաքացնել կաթը մինչև 90-ից 100 աստիճան Ցելսիուս, թողնել որ եռա 1-ից 3 րոպե, հետո վերցնել կրակից եւ սառեցնել։ Սա օգնում է ոչնչացնել հնարավոր վտանգավոր մանրէները, բրուցելոզ, տուբերկուլոզ եւ այլն։ Հիմա ամփոփում։ Պաստերիլացված կաթը հիմնականում չի եռացվում, տնական կաթը անպայման եռացվում է 90-ից 100 աստիճան Ցելսիուսում։ Հիմա հաջորդ հարցը. ինչպես տաքացնել կաթը, որ չփախչի։ Որպեսզի կաթը չփախչի, պետք է տաքացնել ցածրից միջին կրակի վրա, երբեք չդնել ուժեղ կրակի վրա։ Կաթը փախչում է հենց արագ եռալուց։ Միշտ պետք է մնալ կաթի կողքին։ Կաթը չի կարելի թողնել առանց հսկողության։ Եռալուց առաջ վերջին վայրկյաններին հատկապես արագ է բարձրանում կաթը։ Կաթը պետք է խառնել ներքևից։ Ժամանակ առ ժամանակ խառնեք, հատկապես հատակը։ Սա նաև կանխում է այրվելը։ Պետք է կաթսայի եզրերը ներսից թեթև քսել կարագ կամ յուղ, որպեսզի փրփուրը չբարձրանա վերև, կամ կաթսայի վրա դրեք փայտե գդալ։ Կաթը եռացրեք հաստ հատակով կաթսայի մեջ։ Կաթը կաթսայի մեջ լիքը լցնել չի կարելի, լցրեք առավելագույնը 2/3 չափով։ Ավելի շատ տեղ, ավելի քիչ փախչելու վտանգ։ Արագ սառեցում է պետք։ Եռացնելուց հետո մի թողեք երկար սենյակային ջերմաստիճանում, թողեք սառչի մինչև գոլ, մոտ 30-ից 35 աստիճան Ցելսիուս, հետո դրեք սառնարան։ Ընտրեք ճիշտ տարա պահելու համար։ Լավագույնը ապակե կամ էմալապատ տարա։ Թեթևակի ծածկեք կափարիչը առաջին ժամերին։ Ջերմաստիճանը սառնարանում պետք է լինի 2-ից 4 աստիճան Ցելսիուս սառեցնելու համար։ Դռան հատվածում կաթը պահել պետք չէ, դռան հատվածում ջերմաստիճանը տատանվում է։ Հիմա պահպանման ժամկետը։ Տնական եռացրած կաթը պահում են 2-ից 3 օր, եթե շատ մաքուր պայմաններում է եռացվել, երբեմն մինչև 4 օր։ Չպետք է օգտագործել կաթը, եթե նկատել եք թթու հոտ, տարօրինակ համ, փուչիկներ կամ լորձանման կառուցվածք։ Եթե ուզում եք, որ կաթը ավելի երկար թարմ մնա, եռացնելիս վերջում ավելացրեք մի պտղունց սոդա, շատ քիչ, բայց սա խորհուրդ է տրվում միայն մեծ քանակի կաթի դեպքում։ Ինչ անել կաթի վրա առաջացած սերուցքի հետ։ Սերուցքը շատ սննդարար է, բնական ճարպեր ունի A, D վիտամիններ։
Կարելի է ուտել հացի վրա կարագի պես, ավելացնել թեյին, սուրճին, շիլաներին, օգտագործել ապուրների, սոուսների մեջ, ավելի համեղ դարձնելու համար, այլ տարբերակ սառեցված կաթի վրայից սերուցք հանեք մաքուր գդալով, լցրեք ապակե փոքր տարայի մեջ, պահեք սառնարանում 2-ից 3 օր։ Երբ բավական քանակ կհավաքվի, կարող եք հարել և կարագ ստանալ կամ օգտագործել խմորեղենի մեջ։ Դանդաղ սառչած կաթը տալիս է ավելի հաստ սերուցք։ Այսօր կաթի վերաբերյալ այսքանը բարեկամներ, կհանդիպենք ցտեսություն։